ամուսնալուծությունների ժամանակ նաև երբեմն ամուսինների միջև գույքային վեճեր են ծագում, օրինակ, կապված բնակարանի բաժանման, ավտոմեքենայի, որովհետև ըստ էության, մեր օրենքը ասում է, որ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը ինքը համարվում է համատեղ, այսինքն անգամ եթե ինքը ձևակերպված է ամուսիններից մեկի անունով, ապա օրենքի ուժով նաև մյուս ամուսինը հանդիսանում է ըստ էության համասեփականատեր եւ երբեմն նաև կարիք է առաջանում, երբ որ կողմերը չեն կարողանում գան ընդհանուր հայտարարի եւ ուրեմն բաժանել այդ գույքը, ապա ստիպված են լինում դիմել դատարան, հաճախ լինում է նաև օրինակ, որ վարկային միջոցներով կամ հիպոթեկով է օրինակ այդ բնակարանը, կամ վարկային միջոցներով է ձեռք բերվում ավտոմեքենան, այստեղ արդեն նաև երրորդ կողմն է ի հայտ գալի իդեմս բանկի, ստացվում է, որ այդ վարկը ձևակերպված է ամուսիններից մեկի անունով եւ այնտեղ հարց է առաջանում, լավ իսկ եթե այդ գույքը բաժանվի, ապա ինչպես են մարվելու ու եւ ում կողմից են մարվելու վարկային պարտավորությունները եւ իհարկե շատ ավելի ցանկալի է, որպեսզի կարողանան ամուսինները բանակցությունների միջոցով գալ այդ ընդհանուր հայտարարի։ Հակառակ պարագայում արդեն դա վերածում է դատական process-ի, տարբեր փորձաքննություններ, բանկը իր կարծիքն է արտահայտում, երբեմն ստացվում է այնպես, որ ասենք, արդեն հրապարակային սակարկությունների է գնում այդ անշարժ գույքը եւ այստեղ կողմերը կորցնում են գումարային տեսակետից, որտեղ աճուրդով բնականաբար ավելի էժան է վաճառվում օրինակ այդ բնակարանը, այդ տունը, քան ասենք շուկայական արժեքով եւ այստեղ կարող է ստացվել եւ արդեն բաժանվում է այդ գումարը կամ այնտեղ եթե ասենք, կատարվում են ինչ որ վարկային պարտավորություններ պետք է մարվեն, այդ գումարից մարվում է եւ այլն եւ ստացվում է, որ բավականին քիչ գումար է մնում կողմերին նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ Պրակտիկան սա է, ցավոք սրտի շատ են այդ գործերը, այդ վիճահարույց գործերը, մենք էլ համանման գործեր ունենք, որոնցով առնչվում ենք եւ իհարկե շատ ավելի այսպես ցանկալի է, որ կարողանան կողմերը գան ընդհանուր հայտարարի, այսպես շուկայական թեկուզ եթե որոշում են, որ այնուամենայնիվ պետք է վաճառվի այդ գումարը եւ կիսվի, ապա դա արվի շուկայական եղանակով, որպեսզի ֆինանսական կորուստ կողմերը չունենան, որտեղ որ գնաց աճուրդի հաստատ ավելի էժան է վաճառվելու եւ ավելի երկարատև է լինելու այդ գործընթացը եւ լինում են նաեւ ուրեմն դեպքեր, երբ որ ըստ էության կողմերը եթե լինում է մի քանի անշարժ գույք, ապա օրինակ որոշում են, եթե ստացվում է, համերաշխ եղանակով լուծել, որ օրինակ մի բնակարանը մնա մի ամուսնուն, մյուս բնակարանը մնա մյուս ամուսնուն, այդպես, այդպիսի հաշտության են գալիս, այդ լուծումն են տալի եւ այս պարագայում կարծես թե ստացվում է, ասենք ձեռք բերված երկու օրինակ բնակարանները պահպանել։ Ընդհանրապես ամուսնական պայմանագրի ինստիտուտը կա մեր ընտանեկան օրենսդրության մեջ եւ ինչպես ամուսնությունից առաջ, այնպես ամուսնության ընթացքում կողմերը կարող են կնքել ամուսնական պայմանագիր եւ այդ թվում նաեւ ամուսնալուծության դեպքում այդ գույքի բաժանման խնդիրները կարգավորել։ Դա հնարավոր է, ուղղակի մեր մշակույթի տեսակետից կարծես թե դեռ այդքան էլ ընդունված չէ, որ ասենք զույգերը այսպես կնքեն ամուսնական պայմանագիր։ Դա համարվում է, որ այսպես ինչ որ շահադիտական կամ շահամոլական մոտեցում, որը դեռ ոնց որ մեր մշակույթի մաս չի կազմել, բայց ամեն դեպքում օրենսդրությունը այդ հնարավորությունը վերապահում է։